Մեր երկրում թանկացումները շարունակվում են։ Ոչ վաղ անցյալում մենք անդրադարձանք այս տարվա հունվարին թանկացումների շարունակության մասին, այդ թվում որոշակի այսպես ահազանգներ հնչեցնելով առ այն, որ հունվարյան թանկացումները հաջորդել են նախորդ տարվա դեկտեմբերին այն ժամանակաշրջանին, որը կարծես թե այդ թվում որոշակի օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, նույն տոներով պայմանավորված պահանջարկի կտրուկ աճ եւ այլն բերել էր այդ թվում թանկացումների նոր ալիքի եւ հունվարին սպասվում էր, որ որոշակի պասիվություն պիտի որ գրանցվի առնվազն նման սպասում առաջացել էր։ Հունվարյան շարունակական թանկացումները այդ պատկերը որևէ կերպ չդրսևորեցին, այսինքն հունվարին սպառողական ապրանքների գները դեկտեմբերի համեմատ եւս թանկացել էին, որը ինչպես նշեցինք, հերթական ահազանգներ, որ մենք գնաճի նոր կարծես թե աճող ալիքի ներքո ենք հայտնվելու։ Եվ ահա մենք ունենք պաշտոնական վիճակագրությունը փետրվարի գնաճի հետ կապված եւ ցավոք սրտի այդ մտավախությունները կարծես թե հաստատվում են։ Ես առաջարկում եմ միասին ուսումնասիրենք մեր առաջին պատկերը, որտեղ ներկայացրել ենք փետրվարի վիճակագրությունը սպառողական գների ինդեքսի հետ կապված, մասնավորապես 12-ամսյա գնաճը կազմել է 4.3%։ Դա ցուցանիշ է, այսպես միասնականացված ցուցանիշ, միջինացված ցուցանիշ, բայց ինչպես նման դեպքերում մշտապես փորձում ենք ներկայացնել, դրա բացվածքը շատ ավելի այլ եւ իրականում շատ ավելի օբյեկտիվ իրականությանը մոտ պատկեր է ցույց տալիս, մասնավորապես սպառողական գների ինդեքսի ներքո սննդամթերքը այս տարվա փետրվարին նախորդի համեմատ թանկացել է 6.5%-ով, խմիչքի պարագայում ունենք 10.3% թանկացում, հագուստի դեպքում 0.6%, առողջապահական, կրթական եւ տրանսպորտային ծախսերը եւս թանկացել են համապատասխանաբար 4.5%, 8.3% եւ 3.6%-ով։ Պետք է նշել, որ այս տարվա փետրվարին 2025 թվականի դեկտեմբերի համեմատ, այսինքն նախորդ տարվա այդ ակտիվ, այդ բարձր պահանջարկով ժամանակաշրջանի համեմատ, թանկացումները գները բարձրացել են 2.5%-ով։ Միասին ուսումնասիրենք մեր երկրորդ պատկերը, որտեղ ներկայացրել ենք որոշ ապրանքատեսակներ առաջին անհրաժեշտության պարենամթերքի հետ կապված, ավելի իրական եւ իրականում մտահոգիչ պատկերը միասին ուսումնասիրելու։ Մասնավորապես հացաբուլկեղենի պարագայում ունենք օրինակ 3.5% թանկացում, հիշեցնենք 12-ամսյա թանկացման մասին է խոսքը, այսինքն այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ։ Մսի պարագայում 8.2%, կաթնամթերքը թանկացել է 10.1%-ով, ալյուրի դեպքում 6.3% գների աճ ունենք, հացը թանկացել է 3%-ով, մակարոնեղենը 8.6%, ձուն թանկացել է 19.2%-ով եւ այս շարքը իրականում շարունակելի է։ Ինչպես տեսնում ենք, բերված ապրանքախմբերը ոչ միայն այս պատկերում, այլ նաեւ ամբողջության մեջ առաջին անհրաժեշտության պարենամթերք են, որոնք ուղիղ հարված են քաղաքացու գրպանին եւ բավական լուրջ, այդ թվում սոցիալական, գուցե նաև առողջապահական նշանակության խնդիրների մարտահրավեր եւ սպառնալիք։ Ինչպես նշեցինք, թանկացումների հետ կապված բավական մեծ, այսպես ահազանգը դա կարծես թե նոր գնաճի ալիքի ներքո գտնվելու հանգամանքն է։ Առնվազն այսօր մենք ունենք գների դինամիկ աճ, որը իհարկե մտահոգության առիթ է, բայց մեծագույն խնդիրը նաև որոշակի սպասումներն են։ Սպասումներ ձևավորված այդ թվում միջազգային անցուդարձով պայմանավորված, այսօր մենք տեսնում ենք մերձավոր արևելյան զարգացումները, որոնք ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ խոսեցինք, որ լուրջ մարտահրավերներ առաջացնում են համաշխարհային տնտեսությունում, այդ թվում առաջնային ազդեցությունների դրսևորումներից մեկը սպասվող հնարավոր հավանական ինֆլյացիան է, որից անմասն իհարկե Հայաստանի տնտեսությունը եւ մենք բոլորս ցավոք սրտի չենք մնա։ Հետևաբար այս թանկացումները այսօր իսկ արձանագրված թանկացումները նոր բացասական սպասումների համատեքստում են, որը ել ավելի մեծ ուշադրություն է ենթադրում օրինակելի պարագայում ի վերջո եկամուտների համընդհանուր ինդեքսավորման, այսինքն պարբերաբար եկամուտների վերանայման քաղաքականություն են ենթադրում, քաղաքականություն, որը առնվազն 2020 թվականից հետո անընդհատ գնաճի ալիքի ներքո գտնվող մեր հասարակությունը ցավոք սրտի, բայց օրինակելի դրսևորումներով ականատես չի լինում։